Միացյալ Նահանգները չի պատրաստվում զորքեր ուղարկել Իրան, Ճապոնիայի վարչապետի հետ համատեղ մամուլի ասուլիսում կրկնել է Դոնալդ Թրամփը։ Եթե նման բան ցանկանայի անել, ձեզ անշուշտ չէի ասի, բայց այդպիսի մտադրություն չունենք, լրագրողներին ասել է Սպիտակ տան ղեկավարը։ ԱՄՆ նախագահը նաև բարձր է գնահատել այն փաստը, որ Տոկիոն աջակցում է Վաշինգտոնին Իրանի հարցում եւ մեծացնում իր կարողությունները։ Ի տարբերություն ՆԱՏՕ-ի, շեշտել է Թրամփը։ Նա տեղեկացրել է, որ զգուշացրել է Բենյամին Նեթանյահուին իրանական նավթագազային օբյեկտների թիրախավորման անթույլատրելիության մասին, եւ Իսրայելը խոստացել է դադարեցնել նման հարվածները։ Ճապոնիայի վարչապետ Սանաե Տակայիտին էլ հայտարարել է, որ միայն Թրամփը կարող է խաղաղություն հաստատել աշխարհում։ Իրանի շուրջ զարգացումներին է անդրադարձել Բենյամին Նեթանյահուն, հաստատելով, որ Վաշինգտոնը տեղյակ չի եղել իրանական էներգետիկ ենթակառուցվածքին իսրայելական հարվածի մասին։ Իսրայելի վարչապետը նշել է, որ Դոնալդ Թրամփի խնդրանքով այլևս չեն թիրախավորի Իրանի հանքավայրերը։ Նեթանյահուն հավելել է, որ Իսլամական Հանրապետությունն արդեն չունի ուրան հարստացնելու կամ բալիստիկ հրթիռներ արտադրելու կարողություն, իսկ իրենք շարունակում են պայմաններ ստեղծել, որ իրանցի ժողովուրդը կարողանա ավելի լավ ապագա կերտել։ Նա նաև չի բացառել Իրանում ցամաքային գործողության հնարավորությունը։ Միացյալ Նահանգները կարող է իր ռազմավարական պահուստներից նավթի լրացուցիչ պաշարներ հանել գների աճը զսպելու համար, հայտարարել է ԱՄՆ ֆինանսների նախարարը։ Սքոթ Բեսենթը նշել է, որ խոսքը 172 միլիոն բարել նավթի մասին է, սակայն մատակարարումների մեկնարկի հստակ ամսաթիվ դեռևս չկա։ Նախարարը նաև հայտնել է, որ Վաշինգտոնը շուտով կարող է չեղարկել ծովում նավարկող լցանավերում գտնվող իրանական նավթի նկատմամբ պատժամիջոցները։ Այս դեպքում էլ խոսքը մոտավորապես 140 միլիոն բարելի մասին է։ Սքոթ Բեսենթի խոսքով, եթե պատժամիջոցները ուժի մեջ մնան, ամբողջ նավթը ձեռք կբերի գլխավորապես Չինաստանը, այն էլ զեղչված գներով։ Թուրքիայի արտաքին գործերի նախարարը հայտարարել է, որ Իրանի վրա հարձակումները եւ Իսլամական Հանրապետության գործողությունները տարածաշրջանի երկրների դեմ անընդունելի են, սակայն Հական Ֆիդանի համոզմամբ տարածաշրջանում ճգնաժամի հիմնական մեղավորը Իսրայելն է։ Այդ հարձակումները սադրել է Իսրայելը դեռ Վաշինգտոն-Թեհրան բանակցությունների փուլում։ Դա ոչ միայն վերածել է մեր տարածաշրջանը պատերազմական գոտու, այլև խաթարել է համաշխարհային կայունությունը, շեշտել է Ֆիդանը Կատարի արտաքին գործերի նախարարի հետ համատեղ մամուլի ասուլիսում։ Նա հավելել է, փորձում են անել հնարավորը, որ պատերազմը չընդլայնվի։ Կատարի վարչապետ եւ արտգործնախարար Մոհամմեդ բին Աբդուլռահման Ալ Թանին էլ հայտարարել է, որ Իրանի գործողությունները խաթարել են Պարսից ծոցի արաբական պետությունների վստահությունը եւ հիմա այն հարկավոր է վերականգնել։ Նա կոչ է արել Թեհրանին անհապաղ դադարեցնել հարևան երկրների վրա հարձակումները։ Պաշտոնյան դատապարտել է Կատարի էներգետիկ օբյեկտների թիրախավորումը։ Դրանք մեր ժողովրդի եկամտի աղբյուրն են, նման ենթակառուցվածքներին հարվածներն ազդում են միլիոնավոր մարդկանց վրա ամբողջ աշխարհում, հավելել է նա։ Ալ Թանին ընդգծել է ընդհանուր առմամբ դեէսկալացիայի հասնելու կարևորությունը։ Կատարի արտգործնախարարը նախազգուշացրել է, իրենց իրավունք են վերապահում արձագանքելու իրանական հարձակումներին բոլոր հասանելի օրինական միջոցներով։ Վոլոդիմիր Զելենսկին հեռավար ելույթ է ունեցել Բրյուսելում ԵՄ առաջնորդների հանդիպմանը, որտեղ Հունգարիայի եւ Սլովակիայի պատճառով հետաձգվել է Ուկրաինային 90 միլիարդ եվրոյի աջակցության տրամադրումը։ Զելենսկին նշել է, Եվրամիության հակառուսական պատժամիջոցների 20-րդ փաթեթն էլ փակուղում է հայտնվել, ինչը եւս թույլատնում է Մոսկվայի վրա ճնշումը։ Իսկ Վաշինգտոնը մեղմացրել է որոշ պատժամիջոցներ, դա որոշ չափով հարստացնում է Ռուսաստանի ռազմական բյուջեն, մտահոգություն է հայտնել Ուկրաինայի նախագահը։ Նա հավելել է, վերջերս ԱՄՆ-ից ազդանշաններ են ստանում Ռուսաստանի հետ բանակցությունների հնարավոր վերսկսման մասին, որոնք դադարեցվել են Մերձավոր Արևելքում զարգացումներով պայմանավորված։ Սակայն գլխավոր հարցն այն է, թե ինչ տրամադրվածությամբ կմոտենա բանակցություններին ռուսական կողմը։ Կարևոր է թույլ չտալ, որ Մոսկվան զգա, թե ուժեղ դիրքում է, շեշտել է Զելենսկին։ Նախագահի խոսքով Ռուսաստանը նկատում է հոբ հրթիռների ակտիվ կիրառումը Մերձավոր Արևելքում եւ կարող է մտածել, որ այդ ֆոնին Ուկրաինան ավելի քիչ աջակցություն է ստանալու։ Զելենսկին նաև տեղեկացրել է, որ չնայած Մերձավոր Արևելքում Միացյալ Նահանգների զբաղվածությանը մարտի 21-ին Կիևի բանակցային թիմը կլինի Վաշինգտոնում, քննարկելու ռուս-ուկրաինական պատերազմի դադարեցման հարցը։ Դիանա Գասպարյան, լուրեր։